Երևանցիների այսօրվա եթերում մեր հերոսը կլինի ժամանակակից մասնագիտության տեր մարդ, ավելի ճիշտ կին, ում մենք սովոր ենք անվանել տաքսու դիսպեչեր։ Տաքսու դիսպեչեր, դա այն մարդիկ են, ովքեր գոջի ոչ թե էփում են, այլ լսում են։ Դա այն մարդիկ են, ում համար Հովհաննես Թումանյանը ոչ թե հայոց մեծ բանաստեղծ է, այլ Խանջանից իջնելուց լաջ։ Ում համար ազատության հրապարակից մինչև Հանրապետության հրապարակ ոչ թե 2 կիլոմետր է, այլ 600 դրամ։ Եվ վերջապես այն մարդիկ են, ում համար 4-ը և 9-ը ոչ թե թվեր են, այլ տաքսու վարորդներ։ Դիսպեչերները նման են ինչ որտեղ երբ հաղորդման հաղորդավարի։ Նրան բոլորը լսում են, բայց ոչ ոք չի տեսել։ Հենց այդ պատճառով մեր ժողովրդի մոտ կարծիք կա, որ բոլոր տաքսի ծառայություններում աշխատում են նույն դիսպեչեր։ Բնականաբար դա այդպես չէ։ Ես նաև ուզում եմ ասել, որ բացի ձայնի նմանությունից, դիսպեչերները ունեն ևս մեկ նմանություն՝ ժամանակի սխալ ընկալում։ Այսինքն, նրանց համար չգիտես ինչու 50 րոպեն, դա 2 րոպեն է։ Մաքսի, Բարև կյանքս։ բարև իմ ամենասիրելի ամուսին։ Բա չես կարոտե ինձ։ Կարոտել եմ, բա ինչ եմ արել։ Դե դեպքում մի հատ պատվեր ընդունի, Սայատնովա 47 հասցեով։ Ուզում ես տուն գամ քաղցրս։ Դե ուրեմն ձեզ կմոտենա գեղեցիկ կազմվածքով շիկահեր, կանաչ աչքերով գազան մեքենա։ Իսկ ինչքան ժամանակից կմոտենա։ Ну, մի 15 րոպեից։ Իսկ ավելի շուտ հնարավոր չի, չէ՞ որ ձեր մշտական հաճախորդը մրսում է։ Դե կաշխատենք 10 րոպեվա ընթացքում, որպեսզի մոտենա։ Պաչու։ Տաքսիշ Մաքսի։ Այո։ Ձերը որ երրորդ մասիվ էր։ 9, բարի։ Ես մի հատ ճշտեմ հիմա մեքենան որտեղ է, ձեզ զանգահարեմ, լավ։ 4-րդ որտեղ եք։ Չարբախ։ Լավ, բարի։ Աղջիկ ջան, 2 րոպեից դուրս եկեք, մեքենան հասնում է արդեն, սև 31-ա։ Բարի, դե լավ։ Բարի։ 4-րդ ուր հասար։ Ոնց ճանապարհից կլենտ են վերցրել։ Ընկերներ ջան, մի քիչ ուշադիր աշխատեք, հա։ 4-րդ արագացրա գնա 9-րդ մասիվ, կլենտը քեզ է սպասում։ Ալո։ Աջիկ ջան, արդեն իջեք բակ, մեքենան մուտքի մոտ կանգնած է։ Երևի շփոթ է գնացել է ուրիշ մուտքի մոտ։ Ոնց ձերը մի մուտքանի է։ Այդ դեպքում մի հատ շենքի հետևը նայեք, արդեն հասել է, դիմավորեք։ Դե ձեզ բարի ճանապարհ։ Տաքսիշ Մաքսի։ Կնիկ, ես իմ պատվերի մասին մոռացել ես։ Չէ, կյանքս չեմ մոռացել։ Հիմա ուր որ է ձեր պատվերը կմոտենա, դիմավորեք։ Մեղավ կյանք։ Լավ կյանքս, բարի։ 3-րդ կենտրոնին։ 3-րդ արագացրա գնա լցակայանն էլ բերանս չբացեն։ Ընկերներ, մի հատ այդ կապը հանգիստ թողեք, հա, խնդրում եմ ձեզ, դա ձեզ համար խաղալիք չի։ Մարտապարտեզ է։ Տաքսիշ Մաքսի։ Հա, Բանգլադեշից քաղաք, գիտեմ, դիմավոր եք կմոտենա հիմա, լավ։
Աքսի-շմաքսի։ Женское счастье был бы милый рядом, ну а больше ничего не надо. Женское счастье был бы милый рядом, ну а больше ничего не надо. Женское счастье. Женское счастье был бы милый рядом, ну а больше ничего не надо. Женское счастье, каждый день ты со мной, словно я за стеной Սիրելիս, каменной спряталась. քո պատվերն արդեն տեղում է։ Չէի ուզի արդյոք մոտենա։ И дарю любовь. Դիմավոր։ Ռեք։ Էս ինչ է աշջան։ Ինչա։ Եկան ուշացրիք ստիպված ուրիշ տաքսի վեգանա։ Շատերը կարծում են, որ դիսպեչերների գործը շատ հեշտ է։ Ինչ, ամբողջ օրը նստած են հեռախոսի առջև, պատասխանում են հեռախոսազանգերի, սուրճ են ըմպում եւ բամբասում։ Բայց դա այդպես չէ, դա շատ ծանր գործ է, որովհետեւ բացի նրանից, որ օրինակ պետք է իմանան ամբողջ քաղաքի փողոցները անգիր, նաեւ պետք է կարողանան ղեկավարեն այդ քանակի տաքսու վարորդների, որոնք նախկինում եղել են ակադեմիկոսներ, բաժնի վարիչներ, գործարարներ, բաժնի պետեր, տնօրեններ եւ Ռուսաստանում բիզնեսներ եւ տներ ունեցողներ։ Ազժան, այսի մեր սերվիզն է, այսօր հետո քո աշխատանքի վայրը, մեր ջուլիկը վաղը գնում արձակուրդի, ուզում ասեմ բան է, էլի, վաղվանից դու արդեն անցնում ես գործի, եղավ, հետևաբարով է, անցնում ես գործի, հասկացանք իրար, դե արի գնանք մեր, հետագեց մնացածները կբացատրեն, արի, Չէ, չորոշտին ասեմ, կապը մամ։ Չէ, ես քեզ հետ չեմ, ասում եմ դե մի ռոտ դիվան։ Ալո, այո, դու մի ռոտ ես պասի, հասին ասի, ավերային է, այո, դե մեր Ծանոթ չեմ։ հասի, այսի մեր սենյակն է, այսի մեր տիգին ջուլիկն է, մեր դիսպեչերն է, տիգին ջուլիկ, 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 Դա դե։ Ինչ այդ տղա։ տանթացի, մեր նոր աշխատողն է, Աշջանը, ո, միշև քո արձակուրդ գնալը, իրան ես դեր գործի բոլոր նրբություններն ու նրբությունները փազատրում ես, նոր ինքը գալիս է անցնում է գործի, եղավ, դե ձեզ բարի, և ոնց որ ասում են, լավ եք, գնացի, հաջողություն։ Դե լավ Արզի ջան, առաջացի, արի քո կս դիրքավորվի։ Քո հետ եմ Արզի ջան, արի։ Ալո։ Աշջան, ես ինչ պետք է Մի անեմ։ վարգյան Աշջան, հա, հասցեն, հա, այո, ապրեք, 5 րոպեից եղավ, բարի եկավ, հա, ասա Աշջան, Ինչ պետք է արի անեմ։ Քաղցերս, ուրեմն մեր գործի բարդությունը գիտես ինչու՞մն է կայանում, որ դու պիտի իմանաս, թե ում հետ ոնց պետք է խոսացել, ոնց պետք է շփվես։ Այսինքն, Այսինքն, մի տես ես ցույց եմ տալիս, էլի։ Առաջին։ Առաջինը։ Այդ տղա, այդ կրիաուր ես։ Կլիենտը մի ժամանակ քեզ է սպասում։ Դե չարես որ վերջինը լինի այդ կլիենտը, դեղավ։ Դե դավայ։ Այդ էսա սրայդ ես sense եմ խոսում, որովհետև 100 տարվա աշխատող էլի կարող անես հա, պարզ Աշջան։ լևի մեվի բաներ անես ջան, հա։ Համին այդ մի հատ փորձեմ որ դու ավելի գործի բնույթ հասնես։ Ալո, չորոր։ Դու вообще դες բարերու չխոսաս էլի։
Այդ տոներով չխոսաս, ինձ ջղային ասում ես։ Անենք չանես վերի դու կլենտի կակա ասես աղեր։ Ադե հաջո, դավայ։ Ես էլ չոբան այլ դրամ դες խոսաս հետո։ Դու պիտի իմանաս էլի ում հետ ոնց։ Ну, պարզա արդեն։ Ալո։ Ահա, մի րոպե։ Այո։ Երկրորդ։ Ջան։ Ես մտնում եմ միած Աբրավ գալեմ ելեմ։ Այ կյանքս։ Լավ։ Այս ջան, Աջան։ իսկ ինչի իրա հետ տենց մեղմ խոսացիք, որ Աս դու դրա այդ կորչին ես, դա հետը լավ է մեն ինձ։ ուրիշ կապա, հա, ձերեմ ոնց որ։ Հա, պարզա։ Համի հասկացար մեր գործի բնույթը։ Այս կամ բան ցավտանը, դե ես թռամ մի ամսից հետո կհանդիպենք։ Հա, բաս ջան, Բակա։ ձեզ բարի ճանապարհ։ Ապրես։ Բարի։ Բարի, լավ։ Привет, Ալջան։ Վայ, ջուրիկ ջան, բարի օր։ Ոնց եք Աշ ջան, լավ հանգստացաք։ Արտակարգ, դու ոնց ես, հա։ Տաքսիստների հետ մի կերպ յոլա գնացի՞ր, թե չէ։ Սկսել եմ ծխել, բայց ոչինչ, յոլա տարա էլի դրանց։ Դա բառաճիր գնա։ Կենտրոն առաջինին։ Հաղորդի առաջին ջան։ Ուղղություն ես դեպի Բանգլելը։ Եղավ Ազիզ ջան, ընդունվեց։ Առաջին հələ լսի էլի Ազիզ, այն դիսկը Pitbull-ի գրի բեր լսեմ էլի ստեղ, ձանձրանում եմ արդեն, այն suavemente besame, ճոգիր որ Ազիզ։ Լավ, բարի ճանապարհ Ազիզ ջան։ Յա։ Այս առաջինի հետ ոնց որ ուրիշ կապերի մեջ ես։ Դե տենց ստացվեց էլի, հա։ Ուրիշ կապ ա մերը։ Երկրորդ ջան, Ազիզ ջան, որտեղ ես։ Ես հիմա մոտենում եմ հաճախորդի։ Վայ մեռնեմ ես քո ուղղությանը, դե մոտեցի Ազիզ ջան։ Ես երևում է երկրորդի հետ էլ նույն կապերի մեջ ես։ Այս ջան, դե ինչ թաքցնեմ քեզանից, սրա հետ էլ էլի մերը ոնց որ մի քիչ ուրիշ կապ ա։ Աղջի կենտրոն։ Չորրորդի տվյալը մինիմ է։ Գլուխդ կջարդեմ եկել է տոնով հետս խոսացել ես, լսում ես, այ ես։ Գալու եմ այդքան ունգս մցնեմ կոկորտդ խառնեմ, լսում ես, համբալ։ Անասում։ Այս երևում է չորրորդի հետ լեզու չգդար, հա։ Չէ։ Լեզու գտա, պրոստը ինքը մի քիչ կոպիտ բնույթի բաներ ա էլի սիրում, կապեր։ Ես կոպտում եմ, չորում եմ դրան։ Լսում ես, աչքով, եղում եմ, արեմ երևանի կապերը կպրել եմ, ամստապս, յազդիկն։ Տաքսու դիսպեչերները ահավոր չեն սիրում անհամբեր պատվիրատուներին, շատ սուրճ խմող շեֆերին եւ վատ լսող վարորդներին։ Նաև նրանք չեն սիրում այն վարորդներին, որոնք նոր են եկել շրջանից եւ չեն իմանում, թե ինչպես է պետք հասնել մատենադարանից մինչեւ օպերա։ Բայց լինում են դեպքեր, երբ որ դիսպեչերները շատ են սիրում վարորդներին։ Դա լինում է այն ժամանակ, երբ որ վարորդը լինում է կամ նրա ամուսինը, կամ նրա տղան, կամ նրա սիրեկանը, կամ էլ վարորդ, ում հետ դիսպեչերը ունի որոշակի պայմանավորվածություն։ Բարև ուստա Սամո ջան։ Գիտես չէ, կոսմենները շատ եմ սիրում հարվում։ Շեֆը, որ ասում է գնա Աննային բեր, սենց ուրախությունից սիրտս պերեբոյ անգնում, սենց փարփարթամ է։ Այդ ինչ ուստա Սամո։ Այս սրա համար։ Կենտրոն 07-ին, արագացու Աննայի բերոֆից, որ պատվեր ունես առաջի մասիվից երկրորդ մասիվ։ Բանա ջան։ Ահա։ Սրա սմերի ժամանակ Աննա ջան։ Ինչքան կարճ պատվեր կա ինձ ա տալիս։ Առաջի մասիվից երկրորդ մասիվ։ Երրորդ մասից առաջի մաս։ B1-ից B2։ Լավագույն դեպքում B1-ից B2 հետադարձով։ Բա։
Փաստորեն ջաջ Սամվել, ինչքան մինիմալ պատվեր կա քեզ են, հա, տալի։ Բա ոնց պետք է լինի սենց։ Դու հայ ցավը տանեմ։ Իմ սոչիկի վրա 500 դրամից ավել փող չի գրել։ Մուֆթատեղն եմ ասում եմ հավայի տեղը հոսանք եմ ծախսում։ Դրա համար էլ ուրիշ տաքսիստները բումաժնիկ են պահում իրաց մոտ։ Իսկ ես սովորական մագնիս։ Էս այն բումաժնիկը։ Ուստա Սամո, մի հատ լավ միտք հղիացավ ուղեղումս։ Բեր գիտես ինչ անենք, ուզում ես իմ սմենների ժամանակ ես քեզ երկար պատվերներ պաստամ։ Կորսնական առաջարկ է էսի, բայց մարդ պտի չիմանա։ Ոչ չեմ ուզում այդ ցավը տանեմ։ Նայտես ինչ ենք անում։ Ես քեզ երկար պատվերներ եմ պաստալիս, բայց գործի 10%-ը իմն է։ Համաձայն ես։ Արժ չկա ցավը տանեմ 10%-ը քոնն է։ Դու պրոբլեմ չունես։ Դե ուրեմն, սմենիցս հետո մի հատ լավ չոլ գիտեմ, պայմանավորվենք ընդեղ կիսվենք։ Արժ չկա Աննա ջան։ Եղավ, բարուկամ։ Բարոկա։ Աննա ջան, դու ինձ այսօր պատվեր չտվեցիր Երևանից ծովագյուղ։ Հայ ես եմ տվել, հետո ինչ։ Հետո են, որ գնացինք հասանք տեղ, այդ պատվիրատուները հերիք չի փողը չտվեցին, մի հատ է բռնինս լավ ծաղկի։ Հա դրա աման ինձ ինչ ես սխկում։ Դու ինչ չասեցիր պատվերից ինչ առնեմ, 10%-ը քոնն է։ Հա ասել եմ։ Հայ ես է տալիս եմ։ Всё տվիր բրծար 10%-ըդ։ Դե գնա։ Էսի հլը մի տոկոսներ, արի հլը մնացածն է պտի տա։ Եթե կան այնպիսի աղջիկներ կամ կանայք, ովքեր նոր են ընդունվել տաքսի ծառայություն որպես դիսպեչեր, ուղղակի իրավունք չունեն չլսելու մեր վերլուծաբան պրոֆեսոր Գևորգյանի խորհուրդները եւ առավել եւս իրավունք չունեն չհետևելու դրանց։ Ողջույն, ես պրոֆեսոր Գևորգյանն եմ։ Այսօր ես կփորձեմ օգնել այն կանանց եւ աղջիկներին, ովքեր աշխատելու են բացառապես տղամարդկանց միջավայրում։ Վստահ եմ, որ դա ամենևին էլ հեշտ չէ, եւ այդ իսկ պատճառով պատրաստել եմ մի քանի խորհուրդներ, որոնք մշտապես պետք է լինեն տաքսի սերվիսի դիսպեչերի պայուսակի մեջ։ Քանի որ աշխատանքի վայրում դուք շրջապատված եք լինելու տղամարդկանցով, ապա շատ կարևոր է դրսևորել ձեր կանացիությունը։ Բարլուս ես 500 դրամանոսկի լեռներ։ Այս բաժակով է խմեք վեր ծնողների կերացը։ Արա վեշնի կոմոդ ոյդ կապուտա, վերխըտ կապուտ արա ջիմ ջագում կարողա։ Չախլում է ջիմ։ Դուք ուրեք
ասել։ Բարի։ Աշճաններ, մի րոպե սուս մնացեք էլի, մամանա քֆուր չտակ։ Բարի մեստես։ Այժմ եկել է ձեր աշխատանքի ամենապատասխանատու պահը, երբ դուք պետք է հեռախոսով շփվեք հաճախորդների հետ։ Շատ կարևոր է, որպեսզի դուք ճիշտ կատարեք ձեր վրա դրված թերևս ամենակարևոր պարտականությունը։ Ալոնչի բլոնա, Աշճան։ Վայ հորս Սարև, ինչ Բանգլադեշ, Աշճան։ Աշճան, ինչ ես լաչարձանդ կցա գլուխդ, քեզ ասեցին քեսա կհասնի։ Անասունը հերը տա, Աշճան։ Աշճան, դու ժամին նայել ես, խում դու գիշերվա այրած չես։ Ես շատ իմանամ երբ կհասնի, խում ես չեմ շոֆերը։ Պակաս կարևոր չէ նաև զուգահեռաբար ճիշտ ուղղություն տալ վարորդներին։ Բարի։ Չորրորդ կապի մեջ։ Չորրորդ այդ պասաժիրիդ ռադարը երկար պատվեր ակպե։ Երորդ։ Քեզ էսա մի հատ լիրկ կմոտենա, Աշճան։ Ոնց արդեն մոտեցել, հա? 10 Լսում ես ինձ։ Կենտրոն։ Աշճան, 10, հլը ասա 10։ Չորրորդ օպերա հասել ես։ Հա։ Հա ու տաքսի սերվիս բարև ձեզ։ Եղավ ձեր պատվերն ընդունված է, Աշճան, դիմավորեք։ Չորրորդ կենտրոնին պատվեր ընդունեք։ Սիրելի սկսնակ դիսպետչերներ, այսքանով դեռ չեն ավարտվում ձեր պարտականությունները։ Շատ հաճախ հաճախորդները ինչ-որ իրեր են մոռանում տաքսիների մեջ։ Իսկ բարեխիղճ վարորդները որպես կանոն այդ իրերը բերում և թողնում են ձեր հսկողության տակ։ Այժմ պատկերացրեք, որ ձեր հսկողության տակ է հաճախորդի կողմից մոռացած հեռախոսը։ Ժողովուրդ, Ամերիկայի կոդը ոնց էր։ Տենոս ես տիտանները իրոք չեն ջարդվում։ Մամ ջան, քեզ մի հատ թույն նվեր եմ առել։ Նու ոնց ասեմ, Աշճան, ոչ պասպորտ կա, ոչ զարատշնիկ կա, բայց վերջի գինը 15,000 դրամ։ Բալես մի SMS-ը կարդամ լսի։ Ալո, բարև ձեզ։ Աշճան, օպերայի շենքում բոմբ կա դրած, թռեք։ Ժողովուրդ, գրածակնիկ։ Ալո։ Վարդանը բաղնիքում է, լողանում է։ Այո։ Բարև ձեզ։ Աշճան, ձեր հեռախոսը մեր մոտ է, մի անհանգստացեք, համեցեք օֆիս վերցրեք։ Բարի։ Եթե դուք հետևեք իմ խորհուրդներին, ապա շատ մոտ ապագայում ձեռք կբերեք բազմաթիվ հաճախորդներ։ Հուսով եմ կարողացա օգտակար լինել ձեզ, և եթե դա այդպես է, ապա մի մոռացեք, որ ձեր մշտական հաճախորդներից մեկն էլ կարող է լինել պրոֆեսոր Գևորգյանը։ Չմոռանաք ինձ։ Դե ինչ այսօր այսքանը, հուսով եմ կարողացանք ձեզ համար էլ ավելի բացահայտել տաքսու դիսպեչեր աշխատող կանանց խորհրդավոր կերպարը։ Հաջողություն։